Ճոճանակը։ Գուցե բոլորիս մանկության հուշերի գոնե մի փշրանքը կապված է այս պարզ կառուցվածքով սարքի հետ։ Առաջին մանկական հաճույքն ու առաջին սուր զգացողությունը։ Փոքրիկ ճախրանք, քամու թույլ հարվածներով։ Իսկ ինչ կլինի, եթե ճոճանակը կախեն երկնքից։ Մենք ճանապարհ ենք ընկնում այս հարցի պատասխանը ստանալու համար։ Ամեն անգամ, ամեն օր կամ ամեն թռիչքից առաջ միշտ մտաբերում եմ, որ մենք զարմանալի ժամանակներում ենք ծնվել մեծացել, իմ բախտես համարում եմ ահավոր բերել է, այսինքն մարդկության ամբողջ պատմության մեջ չկա այդպես բան, որ մարդը իր թևերը սենց ասած ունենա իր ուսերի վրա, հա, բարձրանա ինչ-որ միտեղ թռնի։ Այդ որ մտածում ես, ոնց որ հրաշք է, ոնց որ ինքը հրաշքի պես բան է։ Շատ է լինում ճախրում ենք հենց իրոք արծիվների կողքի, հավասար իրանց հետ, իրանց նույն հոսանքների մեջ։ Գետնին փռվածը հսկա թև է, Skytech կոչվող կտորից։ Այս թևը, որ քամու ուժով լցվելուց հետո նաև գմբեթ է կոչվում, օդաչուին կապվող պարանասարքերի ու նստելատեղի հետ միասին ավելի հայտնի է միջազգային անվանումով՝ Paraglider։ Հայերեն երկնասահ։ Սա է ճոճանակը։ Меня зовут Антон. Я приехал из Украины, из города Киева. Летаю на параплане 10 лет, вот, больше 1000 часов налета. И приехал изучать Армению и приглашать сюда туристов для полетов. Facebook-ով Արմենին խնդրեցի, իր նկարներն էին նայում, տենց տարբեր թռիչքներից, գրեցի, որ շատ սիրուն է ապրում, ու ասեցի, որ տենց ցանկություն ունեմ երազանքի նման, ասեց, օքեյ, եթե կա ցանկություն, ուրեմն անպայման կթռնես։
Հասկանալի է, որ միայն երազանքը, հրավերը կամ տուրիզմի զարգացումը չեն թռչելու պատճառը, ինչպես եւ հնարավորությունը։ Պարապանավ թռիչքները սկսել է 96 թվականից, այն ժամանակ եղել է ուրեմն Հայաստանի փոքր ավիացիայի ակումբ, ինքը եղել է DOSAAF-ին կից դուստր ձեռնարկությունը։ Հետո 2002-ին դուստր ձեռնարկություն գաղափարը վերացավ, եթե չեմ սխալվում։ Մենք մտանք DOSAAF-ի հենց կազմի մեջ, այնտեղ արդեն HAMF-ը դա ուրեմն Հայաստանի ավիացիոն մարզաձևերի ֆեդերացիան է, մտանք իրանց կազմի մեջ, մի քանի տարի իրանց կազմի մեջ աշխատեցինք, այնուհետև 2008 թվականին հիմնեցինք ֆեդերացիա, հասարակական կազմակերպություն, կոչվում է Հայաստանի պարապաներային սպորտի ֆեդերացիա։ Պասատկի երկու հատ հիմնական տեղ ունենք ստեղ։ Չնայած սաղ պասատկա է ոնց նայում ես։ Բոլ, այնքան շատ տեղ կա պասատկի, որ вообще դուք մտածել եք բան չունեք։ Հատիսի եղածից այս իր հնարավորություններով մի 4 անգամ շատ է, եղավ։ Եթե հատիսում կարող եք պասատ կանեք, ստե կարող ու կարող։ Դες ես ներքևը պետք չէ, հա։ Հիմա, բայց նայ։ Այս կանատքի խրեբետը որ կա, սենց, այս կողմ որ գալիս է։ То есть, դեռ մեջ այդ բլուր է, որը գնում, վերջանում է համարյա Այդ չհասած դեղին կրիշներ էլի, հա։ Այդ բլուրի վրա նստել պարզա չեք կարա կամ ինքը թեքը հարմար չի, կոմֆորտ չի, կամ իրանից ձախ եք նստելու, կամ իրանից աջ եք նստելու, հա։ Հիմա ինչ նշանակում իրանից աջ նստել, նշանակում է հնարավորինս կանատքի մոտ, կանատքին վերևից երևում է, չէ՞, ստանցիան կանատն է։ Բայց մենակ մի բան հաշվի առեք։ Նստելու ժամանակ դուք պետք է նստեք այնց ուղղությամբ, sense կամ աջ կամ ձախ անելով, որ չգնաք լարերի վրա։ Գագաթին քամի է փչում, մերթ խաղաղ, մերթ պորտկումներով։ Պետք է գտնել այն փոքր թռիչքային պատուհանը, որ հանդիպակաց քամին երբեմն բարեհաճում է բացել։
Ճիշտ ժամանակին գմբեթը լցնել օդով ու ճախրել, հանձնվելով քամու քմահաճույքին։ Սա կարող է անտեղյակ մարդու առաջին կարծիքը լինել։ Մի փոքր ավելին իմանալուց հետո ձևավորվում է երկրորդ կարծիքը։ Պետք է ընդամենը հերթով ձգել թևի երկու կողմերից կախված ճոպանները, երկնային ճոճանակն անհրաժեշտ կողմ ուղղելով։ Սա էլ է ճշմարտության կեսը։ Իրականում օդաչուի ղեկավարումը պետք է կատարելության չափ ներդաշնակ լինի քամու քմահաճույքի հետ։ Եթե խոսքը վերաբերում է ուղղակի թևը ծալվել, պարապլանը պտտվեց, ինչ-որ չափով բարձրություն կորցրեց, դա շատ նորմալ է, այսինքն թռիչքի ընթացքում դա միշտ պատահում է։ Ու պարապլանը այսինքն նախատեսված է, որ իր հետ նման բան պետք է կատարվի։ Դա կարող լինի օրինակ անհավասարաչափ օդային հոսանքների պատճառով, турբուլենտ հոսանքների պատճառով եւ այլն, բայց օդում երբ որ նման բան է կատարվում, դա նախատեսված է տեստերով իր անվտանգության սերտիֆիկատի մեջ մտնում է։ Ու կան որոշակի հնարքներ, տևում է ընդամենը մի վայրկյան, որով օդաչուն ազդելով պարապլանի վրա իրան բերում է լրիվ նորմալ թռիչքային վիճակի։ Նպատակը ու այն ինչ որ մարդը ուզում է ստանալ թռիչքներից կարող լինի տարբեր։ Մեկը ուղղակի շատ սպորտային իր խառնվածքով մարդը փորձել է հազարում էքստրեմալ սպորտ, սա համարում է որ դրանց թվի մեջ է ու ուզում է սա էլ փորձի։ Մյուս մարդիկ, որը կուզեի նշեի, դրանք ավելի շատ ասենց ասած ավիատրներ են, այսինքն մարդիկ, ովքեր որ փոքրուց իրենց հետաքրքրել է ավիացիան, իրանք եղել են այդ բնակավարի սիրահարը, եղել են ավիամոդելիստ, փորձել են ասենք օդաչու դառնան, ստացվել է կամ հետո են եկել կամ չի ստացվել ու որոշել են որ սա էլ վատ չի ասենք ու իրանց երազանքները սրա միջոցով կարող են իրականանալ։ Խոսքով մարդիկ ովքեր հետաքրքրվում են ավիացիայով։ Կտրել այսքան ճանապարհն ու չվայելել քամու թևերով ճախրելու հաճույքը մենք ուղղակի չէինք կարող։ Ի վերջո, սա սպորտ էքստրիմն է։
կան մարդիկ ու քիչ չեն, որոնք փորձում են տանդեմով թռնել, այսինքն երկու տեղանոցով, որ այսօր տեսակ ինքներդ էլ փորձեցիք, չէ։ Բայց ընդհանուր առմամբ մարդիկ, ովքեր որ հետաքրքրվում են պարապլաներիզմը որպես ոչ միայն սպորտ եւ իր զարգացում, այլ որպես ավիացիայի մի մաս ու հետաքրքրություններ կապված դրա հետ, իմ կարծիքով գնալով քչանում են։ Այսինքն ես ինքս կուզեի իմ կողքին տեսնել մարդիկ, մի խումբ ես ունենայի, որոնք պարապլաներիզմին վերաբերվում են ոչ միայն որպես սպորտ, այլև նաև որպես авиация. Любой человек в детстве, когда был маленьким, он мечтал летать. Вот. Сейчас самый простой вариант полета – это параплан. Это дешево, быстро и просто. Самолет – это долгое обучение, много денег стоит. Дельтаплан – это тяжелое устройство, весит 30 килограмм, с ним нужно ходить, машину, то есть все тяжело. Параплан весит 10-15 килограмм, легко переносится на плечах, легко перевозится на машине, очень удобный, достаточно дешево стоит. Вот. За месяц можно пройти обучение и начать самостоятельные полеты. Вот, собственно, кайф именно в этом. Ճիշտ այմոց շատ դժվար ստացվեց թռիչքները սկզբի ժամանակը, որ արդեն ես մտածում էի թողեմ, որտեղ ես ֆոբիա ունեի բարձրությունից, sense սարսափելի կերպով վախենում էի բալկոններից, չգիտեմ, վախենում էի քարի վրա կանգնելուց, բայց չէ, ոնց որ հաղթահարեցի, ու այս անգամը դաժե որ արդեն պասատկայի անում, վախեցա գետնից, որտեղ օդում ավելի անվտանգ է, քան գետնի վրա։ Սկզբից բան ավելի այդ ադրենալինի գոռալու բաններ, բայց հետո մի հատ հանգստություն եկավ, որ ավելի խորներ, քան այդ առաջին բաները, էմոցիաները։ Դեռ վայրեջք չեմ կատարել ու կմնա ինքը գնալով ինչքան ժամեր անցնում է, այդքան անալիզ եմ անում ու որ նորից վերապրում են ինչ որ ապրեցի։ Անկրկնելի բան է։ Շատ բարձր արժեքի թռիչք է։ Զգացողությունների, էմոցիաների իմաստով, հանգստության, խաղաղության, կտրվելու իրոք։ Զգացողությունն արդեն հասուն է, բայց միևնույն է, հիշողության մեջ մնալու է մանկության այն ճոճանակը, որ մի օր կարող է կապվել քամու թևերին։